Պատկերացրեք, դուք վստահում եք մարդուն, որին տասնամյակներ ծառայել եք։ Կոմունիստական կուսակցությանը, Կրեմլին, համակարգին, որն ամեն առավոտ հիշեցնում էր ձեզ, դուք ապրում եք խորհրդային ժողովրդի համար։ Իսկ հիմա, երբ այդ ժողովուրդը դուրս է եկել փողոց իր ճակատագիրը որոշելու, ձեզ հրամայում են կրակել։ Կարեն Դեմիրճյանը, Հայաստանի առաջին քարտուղարը, ով 14 տարի կառավարել էր հանրապետությունը, ով կոչվում էր հիանալի եռյակի մաս Ալիևի և Շևարդնաձեի կողքին, ով ճանաչված էր որպես Բրեժնևի ամենախիզախ քննադատներից մեկը, 1988 թվականի գարնանը ստացավ ընտրություն։ Մերժեց, ասաց ոչ։ Եվ հենց այդ ոչն դարձավ նրա քաղաքական մահավճիռը։ Գորբաչովը, վերակառուցման ճարտարապետը, ով խոստանում էր ազատություն և գլասնոստ, չներեց։ Օգտագործեց հրաժարականը ոչ թե շնորհակալություն հայտնելու, այլ ոչնչացնելու համար, ըստ ականատեսների վկայությունների։ Այս պատմությունը պատմում է, թե ինչպես վստահությունը վերածվեց դավաճանության, և ինչպես մի մարդ, որը ընտրեց ազգը Մոսկվայից, վճարեց այն գնով, որն այսօր շատերն անտեսում են։ 1988 թվականի փետրվարի 26-ը Գորբաչովը հանդիպում է երկու հայ գրողների հետ՝ Սիլվա Կապուտիկյանի և Զորի Բալայանի։ Նրանք չեն եկել միայն Ղարաբաղի խնդրի մասին խոսելու։ Օրակարգում կա ևս մեկ անուն՝ Կարեն Դեմիրճյան։ Գրողները խորհուրդ են տալիս Կրեմլի ղեկավարին՝ մի դարձրեք նրան հայկական հերոս մեծավիճակ, մի տվեք նրան մարտիրոսի փառքը։ Այս խոսակցությունը, որը գրանցված է Դեմիրճյանների ընտանեկան արխիվներում, բացահայտում է ինչ-որ անհանգստացուցիչ իրողություն։ Մոսկվան արդեն իսկ պլանավորում էր մի բան, և այդ պլանում Դեմիրճյանը պետք է անհետանար, առանց աղմուկի, առանց ճանաչման, առանց ժողովրդի սիրո։ Բայց ինչու։ Որովհետև Դեմիրճյանը մերժել էր Գորբաչովի անգիր հրամանը ուղարկել զորք հայ ժողովրդի դեմ։ Նա գրել է իր օրագրում. «Շատերը կարծում էին, որ պետք չէր հեռանալ, պետք է ղեկավարել Ղարաբաղյան շարժումը և դառնալ ազգային հերոս, բայց պետք էր անհավանական քաջություն, որպեսզի չսադոմանես իլյուզիայով և ժողովրդին վտարի չգցես»։ Սա էր նրա ճշմարտությունը։ Նա գիտեր, ազգային հերոս դառնալը նշանակում էր ավելի շատ արյուն, ավելի շատ ուղարկված զորք, ավելի շատ սումգայիթներ։ Դեմիրճյանը ընտրեց լռությունը, ընտրեց հրաժարականը, և Գորբաչովը դա հասկացավ որպես թուլություն։ Դեմիրճյանի անուշահամ կինը Ռիման տարիներ հետո կասի. Գորբաչովը մերժեց հրաժարականը, բայց միաժամանակ ինչպես կարող էր նա պահպանել իր պաշտոնը, երբ Մոսկվան արդեն որոշել էր նրան հեռացնել։ Հայտնի է դարձել Գորբաչովի արտահայտությունը, երբ Դեմիրճյանը պնդում էր իր հրաժարականի մասին՝ ձիերի փոխարինում անցքի վրա։ Դեմիրճյանը հանգիստ պատասխանել էր, բայց հոգնած ձիերին կոտրում են։ Այս երկխոսությունը, որ տեղի է ունեցել 1988 գարնանը, երբ Ղարաբաղյան շարժումը հասել էր գագաթնակետի, երբ Սումգայիթի ջարդերը դեռ թարմ էին հիշողության մեջ, երբ Երևանի փողոցներում 100 հազարավոր մարդիկ պահանջում էին արդարություն, այս երկխոսությունը ցույց էր տալիս՝ Դեմիրճյանը հասկանում էր իր ճակատագիրը։ Գորբաչովը չէր ուզում նրան արձակել, բայց նաև չէր ուզում պահպանել։ Երկու տարբեր ճամփաներ, երկու տարբեր աշխարհայացքներ, և հենց այս բախումում Դեմիրճյանը պարտվեց։ Քանի քաղաքական գործիչ կարող է ասել, որ հրաժարվել է իշխանությունից, չնախընտրելով զորք ուղարկել իր ժողովրդի դեմ։ Բայց Դեմիրճյանը ոչ միայն հրաժարվեց, այլև մոռացության մատնվեց, քանի որ Գորբաչովը հոգաց, որ նրա անունը չհնչի պարգևների ցանկում։ 1988-ի մայիսյան պլենումից հետո Դեմիրճյանը չստացավ ոչ մի շնորհակալության խոսք, ոչնչություն։ Այս լռությունը խոսում էր ավելի բարձրաձայն, քան ցանկացած խոսք։ Դեմիրճյանը 14 տարի կառավարել էր Հայաստանը, զարգացրել էր տնտեսությունը, կառուցել էր մետրո, հարստացվել էր արդյունաբերությունը, ապահովել էր բարելավումներ, որոնք այլ հանրապետություններում չէին տեսել։ Բայց Մոսկվան այժմ անտեսում էր այս ամենը։ Ինչու՞։ Որովհետև Դեմիրճյանն արդեն դարձել էր անկազմ ձի, ով մերժում էր հավատարիմ մնալ Կրեմլի նոր գծին, խարդախների ճնշմանը ուժի միջոցով։ Գորբաչովը ուզում էր երկու աշխարհի լավագույնը, պահպանել իր վերակառուցման դեմքը, բայց միաժամանակ ցույց տալ, որ ով հակասում է Մոսկվային, նա վճարում է գնով։ Դեմիրճյանը վճարեց։ Նրա անձնական արխիվը, որը պահպանվել է նրա ընտանիքի կողմից, պարունակում է նամակներ, որտեղ նա գրում է. «Գործել եմ կուսակցության, պետության և հայ ժողովրդի շահերից ելնելով»։ Սա չէր լոզունգ, սա էր նրա վերջին պաշտպանությունը պատմության դեմ, որը փորձում էր նրան ներկայացնել որպես թուլություն ցուցաբերած բյուրոկրատ։ Բայց իրականում նա ցույց տվեց ամենամեծ քաջությունը,
ասաց ոչ այն համակարգին, որին ծառայել էր կյանքի կեսը։ Ինչ կլիներ, եթե Դեմիրճյանը ընտրեր այլ ճանապարհ։ Եթե ուղարկեր զորք, եթե ճնշեր Ղարաբաղյան շարժումը, կարող էր նա մնալ իշխանության մեջ։ Գուցե այո, բայց ինչ գնով։ Ընդմիջումը երկու համակարգերի միջև, երկու վստահությունների միջև, երկու ճշմարտությունների միջև։ Դեմիրճյանը գիտեր, նա կորցնում է ամեն ինչ, բայց նա նաև գիտեր, եթե չհեռանա, կորցնելու է ինչ-որ ավելի կարևոր բան՝ ժողովրդի վստահությունը։ Այն մարդկանց, ովքեր 14 տարի տեսել էին նրան որպես իրենց ղեկավար։ Առաջին քարտուղարները չունեին իրավունք գնալ Ղարաբաղ, այսպես է հիշում Ռիմա Դեմիրճյանը Կենտկոմի արգելքը։ Դեմիրճյանին կատեգորիկ արգելել էին գնալ Ստեփանակերտ, մինչդեռ այլ առաջին քարտուղարներ ազատ էին շարժվում։ Ինչու՞։ Որովհետև Մոսկվան վախենում էր, որ Դեմիրճյանը Ղարաբաղում կդառնա անվերահսկելի։ Վախենում էր, որ նա կտեսնի իր աչքերով, թե ինչ է տեղի ունենում, եւ կբարձրացնի ձայնը, որը Կրեմլը չէր կարող թույլ տալ։ Սա էր վերահսկողության խաղը՝ պահել հեռվից, պահել մեկուսացված, եւ երբ ժամանակը գա, հեռացնել առանց ճիչերի։ Դեմիրճյանը հասկացավ այս մեխանիզմը։ Նա հասկացավ, որ Գորբաչովի վերակառուցումը նրա համար նշանակում էր քայքայում։ Նրա բոլոր նվաճումները, Հայաստանի տնտեսական վերելքը, արդյունաբերական զարգացումը, նույնիսկ մետրոյի ճանապարհը, որը նա կառուցել էր, հաղթահարելով անհավանական դժվարություններ, այս ամենը այժմ մոռացության էր մատնվում։ Մոսկվան ուզում էր նոր դեմք, նոր մարդ, ով կհնազանդվի նոր կարգին։ Դեմիրճյանը չէր հնազանդվում։ Նա գիտեր, եթե հնազանդվի, կկորցնի ինքն իրեն։ Բայց իրականում հարցը չէր Դեմիրճյանի անձի մասին։ Հարցը այն մասին էր, կա արդյոք սահման, որից անդին քաղաքական հավատարմությունը դադարում է լինել առաքինություն եւ դառնում է հանցանք։ Կա արդյոք պահ, երբ մարդը պետք է ասի, ես այլևս չեմ կարող հետևել այս ուղուն։ Դեմիրճյանը գտավ այդ սահմանը 1988-ի Սումգայիթից հետո։ Նա պահանջեց քաղաքական գնահատական եւ դատաքննություն, ասելով. «Ես հրաժարական եմ տալիս։ Պահանջեք քաղաքական գնահատական, դատ, պատիժ, անկախ իմ հրաժարականից»։ Սակայն Մոսկվան լռեց։ Գորբաչովը, ով խոստանում էր գլասնոստ, թափանցիկություն, հրապարակայնություն, միանգամից դարձավ լուռ, երբ խոսքը հասավ հայերի արյան։ Սումգայիթը քաշեց ծածկույթի տակ, իսկ Դեմիրճյանին խուսափեցին համարել վկա։ Նա դարձավ անհարմար տեսողական, ով հիշեցնում էր, որ վերակառուցման ետևում կարող են թաքնվել նոր ջարդեր, նոր լռություններ, նոր դավաճանություններ։ Դեմիրճյանը հասկացավ, նրա ժամանակն անցել է, քանի որ նա հիշում էր, եւ հիշողությունը հենց այն մեղքն էր, որի համար Մոսկվան չէր ներում։ Նրանք ցանկանում էին նոր էջ, առանց անցյալի ստվերի։ Բայց ինչպես կարող ես շարունակել առանց հիշելու։ Ինչպես կարող ես կառուցել առանց ճանաչելու, թե ինչ կործանեցիր։ Հարցը մնում է. կարող էր Դեմիրճյանը վստահել իր առաջին քարտուղարի պաշտոնին, այն համակարգին, որի մեջ աճել էր, այն կուսակցությանը, որին տված էր երդումը։ Թե արդեն իսկ 1988-ի գարնանը նա գիտեր, այդ վստահությունը կորած էր անդառնալիորեն։ Ռիմմա Դեմիրճյանը, Կարենի կինը, հարյուրավոր հարցազրույցներում կկրկնի մի ու նույն արտահայտությունը։ Նրանք դավաճանեցին նրան, Գորբաչովը, Մոսկվան, ողջ համակարգը։ Նա տվեց ամեն ինչ, նա տվեց ամեն ինչ, եւ նրանք նրան թողեցին առանց բառի։ Սակայն ինչպես կարելի է խոսել դավաճանության մասին, եթե հենց այն համակարգը, որը Դեմիրճյանը ծառայել էր, երբեք չէր խոստացել հավատարմություն անհատին։ Համակարգը, որի մեջ անհատը չէր կարևորվում, որտեղ կուսակցությունը գերկուսակցությունը գերազանցում էր անձին, որտեղ Մոսկվան որոշում էր եւ հանրապետությունները կատարում էին, այդ համակարգում հավատարմության հասկացությունը տարբեր իմաստ ուներ։ Դեմիրճյանի դավաճանությունը սկսվեց շատ ավելի վաղ, քան 1988-ը։ Այն սկսվեց, երբ նա նստած Բրեժնևի դիմաց, Կրեմլի ներսում, ասաց այն բառերը, որոնք ոչ ոք չէր համարձակվում ասել։ Սովետական կուսակցությունը կորցնում է հեղինակությունը։ Բրեժնևը, որը կարող էր ցանկացած պահի հեռացնել առաջին քարտուղարին, զայրացավ։ Ինչպես ես ինձ հետ խոսում։ Ես քեզ կուսակցությունից կհեռացնեմ։ Դեմիրճյանը չվախեցավ։ Պատասխանեց. ձեր իրավունքն է, բայց իրականությունը չի փոխվում։ Այս պահը պահպանվել է Դեմիրճյանների արխիվում, եւ այն բացահայտում մտում է նրա բնավորությունը՝ ուղիղ, անվախ, սակայն միաժամանակ նաեւ անզգույշ։ Քանի հոգի կարող էին այդպես խոսել Բրեժնևի հետ եւ շարունակել պաշտոնում։ Դեմիրճյանը կարողացավ, բայց գինը վճարեց հետո։ Բրեժնևի ժամանակաշրջանում Դեմիրճյանը, Ալիևը եւ Շևարդնաձեն կոչվում էին հիանալի եռյակ։ 3 առաջին քարտուղարներ, որոնք ունեին Կրեմլի վստահությունը, բայց միաժամանակ նաեւ ունեին սեփական տեսակետները։ Դեմիրճյանը երբեք չծածկեց իր հայացքները։
Նա չհամբերատար էր եղել կարգարարական խնդիրների հանդեպ, առանց հետևողականության կամ արդյունքի։ Նա փորձեց կառուցել Հայաստանը ժամանակակից հանրապետություն, հիմնվելով արդյունաբերության և կրթության վրա։ Բայց Մոսկվայի համար ամբողջ սա երկրորդական էր։ Կարևորն էր հնազանդությունը։ Երբ Դեմիրճյանը սկսեց փորձել ունենալ ավելի շատ ինքնավարություն Հայաստանի համար, երբ փորձեց կառավարել առանց Մոսկվայից ամեն քայլի համար թույլտվություն ստանալու, համակարգը սկսեց անհանգստանալ։ Նրան դիտարկեցին որպես ազատամիտ, որպես կասկածելի, և Գորբաչովի ժամանակ այս կասկածը վերաճեց բացահայտ թշնամության։ Քանի որ Գորբաչովը, ով խոստացել էր նոր քաղաքականություն, իրականում ուզում էր հենց այն նույն վերահսկողությունը, բայց նոր դիմակով։ Դեմիրճյանը տեսավ այս դիմակը և հրաժարվեց խաղալ այս թատրոնում։ Կարենի մայրը Էրզրումից էր։ Նա երբեմն հիշում էր. «Իմ հայրը նույնպես Էրզրումից էր և հրաշքով էր փրկվել»։ Այս հիշողությունը, որը Դեմիրճյանը կիսվել էր իր մերձավորների հետ, բացահայտում է, որ նրա ընտանիքի պատմությունը կապված էր ցեղասպանության հետ, փրկության հետ, և գուցե հենց այս ապրումներն էին այն պատճառը, որ նա երբեք չհամաձայնեց զորք ուղարկել իր ժողովրդի դեմ։ Քանի սերունդ պետք է տառապեն, որպեսզի համակարգը հասկանա, արյունը չի լուծում հակամարտությունները։ Դեմիրճյանը գիտեր այս ճշմարտությունը։ Նա գիտեր Սումգայիթը եղավ ոչ թե պատահականություն, այլ ազդանշան։ Համակարգը կորցրել է վերահսկողությունը, կամ գուցե երբեք չէր ունեցել այն։ Երբ 1988 փետրվարին Սումգայիթի փողոցներում կոտորում էին հայերին, Դեմիրճյանը կարդաց զեկույցները և պահանջեց Մոսկվայից քաղաքական գնահատական։ Նա պահանջեց դատ, պահանջեց պատասխանատվություն։ Մոսկվան տվեց լռություն։ Ռիմա Դեմիրճյանը հիշում է այն օրերը, երբ տունը դարձել էր բանտ, ոչ թե պատերով, այլ լռությամբ։ Կարենը վերադառնում էր Կենտկոմից ուշ գիշերները, և նրա աչքերը, որոնք երբեմն փայլում էին, երբ խոսում էր Հայաստանի ապագայի մասին, այժմ դատարկ էին։ Նա ինձ ոչինչ չէր ասում, բայց ես տեսնում էի, նրան ճզմում էին երկու աշխարհների միջև։ Ռիման հիշում է մի երեկո, երբ Կարենը նստել էր իր աշխատասենյակում դեմքը ձեռքերի մեջ։ Երեխաները քնած էին, և նա մտավ, բերեց թեյ։ Նա նստեց նրա կողքին և սպասեց։ Երկար ժամանակ անց Կարենը բարձրացրեց գլուխը և ասաց. «Նրանք ուզում են, որ ես ուղարկեմ զինվորներ, ուղարկեմ մեր մարդկանց դեմ։ Ես չեմ կարող, Ռիմմա, ես չեմ կարող»։ Սա էր առաջին անգամը, երբ նա բացեց իր սիրտը, և Ռիմման հասկացավ, նրանց կյանքը փոխվել է անդառնալիորեն։ Ընտանիքը, որը տասնամյակներ ապրել էր Կենտկոմի ստվերում, այժմ պատանդ էր դարձել քաղաքականության։ Բայց ինչ քաղաքականություն է դա, որը պահանջում է արյուն։ Ռիմման հիշում է, թե ինչպես Կարենը հաջորդ օրը եկավ և ասաց. «Ես գրել եմ հրաժարականի դիմումը։ Մոսկվան կարող է ընդունել կամ մերժել, բայց ես այլևս չեմ կարող մնալ այդտեղ, որտեղ ինձանից պահանջում են այն, ինչը մարդկային չէ»։ Ընտանիքը նրան աջակցեց, բայց միաժամանակ բոլորը հասկանում էին, սա վերջն է այն կյանքի, որը նրանք ճանաչել էին։ Երեխաները չէին հասկանում ամբողջ ծանրությունը, բայց նրանք զգում էին, որ ինչ-որ բան կոտրվել է։ Կարենի դուստրը հիշում է, թե ինչպես նրա հայրը, որը միշտ եղել է համոզված և հզոր, այժմ երբեմն նստում էր պատուհանի մոտ և նայում դեպի Արարատը։ Նա դիտում էր լեռը այնպես, կարծես փնտրում էր պատասխաններ, որոնք այլևս չկային։ Ընտանիքը փորձում էր պահպանել նորմալությունը, բայց ինչպես կարող ես լինել նորմալ, երբ գիտես, որ քո հայրը պատերազմում է անտեսանելի թշնամիների դեմ, նրանց, ովքեր երբեմն եղել են ընկերներ։ Ռիման հիշում է հեռախոսազրույցները, որոնք դադարեցին։ Նախկին գործընկերները, որոնք զանգահարում էին ամեն օր, այժմ լռում էին։ Սա էր ամենավատ մասը՝ լռությունը։ Ոչ թե բառացի հարձակումը, այլ անտեսումը։ Նրանք Կարենին ջնջեցին իրենց կյանքից, կարծես նա երբեք չէր եղել։ Ընտանիքը մնաց միայնակ իր ցավի մեջ, և այս միայնությունը ավելի ծանր էր, քան ցանկացած պաշտոնական պատիժ։ Ռիման հարցնում է. «Ինչ կլիներ, եթե Կարենը ընտրեր հեշտ ճանապարհը, եթե հնազանդվեր։ Կարող էինք մենք պահպանել մեր տունը, մեր կյանքը, բայց կարող էինք մենք նայել հայելու մեջ»։ Նրանց երեխաները մեծացան այն գիտակցությամբ, որ իրենց հայրը ընտրել էր սկզբունքները իշխանության նկատմամբ։ Տարիներ անց, երբ Կարենի դուստրը հարցազրույցում հիշում է այդ ժամանակաշրջանը, նա ասում է. «Մենք կորցրինք ամեն ինչ՝ պրիվիլեգիաները, կապերը, անվտանգությունը, բայց մենք չկորցրինք ամենակարևորը՝ ինքներս մեզ»։ Այս խոսքերը, որոնք արտասանված են անցած տասնամյակներից հետո, բացահայտում են, որ ընտանիքը հասկացավ Կարենի ընտրությունը և հպարտանում էր դրանով, չնայած ցավին։ Բայց 1988-ի այն գարնանը, երբ Դեմիրճյանը հրաժարական էր տալիս, նրանք չգիտեին, թե ինչ է սպասում։ Նրանք մտածում էին, գուցե Մոսկվան կհարգի նրա ընտրությունը,
կտա արժանավայել ճանապարհորդություն, բայց Գորբաչովը ընտրեց այլ ուղի, լռության ուղին, մոռացության ուղին։ Ընտանիքը մնաց մենակ, առանց պաշտպանության, առանց ճանաչման։ Ինչպես ընտանիքը պետք է ապրի, երբ գիտի նրանց ամենամեծ նվիրումը համարվում է թուլություն։ Վարդան Օսկանյանը, Դեմիրճյանի նախկին օգնականը, այսօր առաջին անգամ համաձայնվում է խոսել։ 31 տարի լռություն, 31 տարի, երբ նա պահել է այն, ինչ տեսել է 1988 մայիսին։ Ես չէի կարող խոսել, քանի դեռ ապրում էին ոմանք, ովքեր կարող էին վնասել իմ ընտանիքին։ Այժմ նստած Երևանի իր փոքրիկ բնակարանում Վարդանը բացում է հին տետրը, որտեղ գրել է այն օրերի քրոնիկան։ Մայիսի 18-ին Կարեն Սերգեյիչը մտավ իր աշխատասենյակը վերջին անգամ որպես առաջին քարտուղար։ Նա նստեց իր աթոռին, նայեց պատին կախված Լենինի նկարին եւ ասաց. «Վարդան, գրիր, այսօրվանից ես ազատ եմ»։ Վարդանը հիշում է, թե ինչպես այդ բառերը հնչեցին ոչ թե ուրախությամբ, այլ հեծկլտությամբ։ Նա ազատ էր, բայց նաեւ դատապարտված։ Մենք գիտեինք, Մոսկվան չի ներում այդպիսի անկախությունը։ Վարդանի վկայությունը հաստատում է, որ Դեմիրճյանը գիտեր իր ճակատագիրը, բայց ընտրեց այն ամեն դեպքում։ Պլենումից հետո մենք սպասեցինք Մոսկվայի պատասխանին։ Վարդանը շարունակում է իր պատմությունը, ձայնը դողում է։ Մենք սպասեցինք շնորհակալության, ջլության, ճանաչման, թոշակի մասին որոշման։ Բայց եկավ լռություն։ Մի քանի շաբաթ անց Մոսկվայից զանգահարեցին եւ ասացին. Դեմիրճյանը կարող է վերադառնալ Երևան եւ սպասել հետագա հանձնարարականին։ Հետագա հանձնարարականին։ Այս բառերը նշանակում էին նա այլևս ոչինչ չէր։ Վարդանը հիշում է Դեմիրճյանի դեմքը, երբ նա ստացավ այս լուրը։ Նա չցույց տվեց զայրույթ կամ հիասթափություն։ Նա պարզապես ասաց. «Ես գիտեի։ Նրանք երբեք չեն ներում նրանց, ովքեր ընտրում են ժողովրդին իրենց փոխարեն»։ Այս խոսքերը, որոնք Վարդանը գրել է իր տետրում նույն օրը, բացահայտում են, որ Դեմիրճյանը լիովին գիտակցում էր, թե ինչ է կատարվում։ Նա չէր կուրացած իդեալիզմով, նա հասկանում էր համակարգի դաժանությունը, բայց դեռ ընտրեց դիմադրել։ Մենք նստած էինք նրա աշխատասենյակում եւ նա ինձ հարցրեց. «Վարդան, հավատում ես, որ ես ճիշտ արեցի»։ Ես պատասխանեցի. «Այո, Կարեն Սերգեյիչ, դուք արեցիք միակ ճիշտ բանը»։ Նա ժպտաց առաջին անգամ շաբաթներ շարունակ եւ ասաց. «Ապա ես կարող եմ ննջել հանգիստ»։ Բայց ինչպես կարող ես ննջել հանգիստ, երբ գիտես, քո զոհաբերությունը չի ճանաչվում։ Վարդանը հիշում է, թե ինչպես հաջորդ ամիսները Դեմիրճյանը փորձում էր գտնել իր տեղը նոր իրականության մեջ։ Նրան առաջարկեցին փոքրիկ պաշտոն մի ինստիտուտում։ Մարդը, որը կառավարել էր ամբողջ հանրապետությունը, այժմ պետք է գլուխ խոնարհեր եւ ընդուներ որպես բարություն այն, ինչը ծաղրանք էր։ Դեմիրճյանը մերժեց։ Նա ասաց. «Եթե նրանք կարծում են, որ ես կընդունեմ նվաստացում, նրանք ինձ չեն ճանաչում։ Ես կարող եմ ապրել առանց պաշտոնի, բայց ես չեմ կարող ապրել առանց արժանապատվության»։ Վարդանի վկայությունը բացահայտում է Դեմիրճյանի բնավորության ամենախորը դրսևորումը։ Նա նախընտրեց լիակատար մերժումը կիսատ ճանաչման նկատմամբ։ Սակայն Վարդանը նաև հիշում է ցավը։ Նա իրեն զգում էր մերժված։ Ոչ թե Մոսկվայի կողմից միայն, այլև բազմաթիվ նախկին գործընկերների կողմից, ովքեր հեռացան նրանից, վախենալով վարակվել նրա անհաջողությունից։ Ինչպես կարող ես վստահել մարդկանց, երբ տեսնում ես, թե ինչպես նրանք կորցնում են քեզ, երբ դու այլևս չես օգտակար։ Վարդանը վերջում ավելացնում է մի բան, որը տասնամյակներ չէր ասել ոչ ոքի։ 1988 հոկտեմբերին Կարեն Սերգեյիչը ստացավ անանուն նամակ։ Այնտեղ գրված էր. «Դուք մերժեցիք ուղարկել զինվորներ, բայց զինվորները կգան ամեն դեպքում։ Հայաստանը կարիք ունի պարտության, սովորելու համար հնազանդվել»։ Ես տեսա Կարենի դեմքը, երբ նա կարդաց այդ բառերը։ Նա չէր զարմացած։ Նա պարզապես ծալեց նամակը եւ ասաց. «Վարդան, նրանք երբեք չեն հասկանա, որ հայերը չեն սովորում հնազանդվել։ Նրանք սովորում են վերապրել»։ Այս վկայությունը, որը Վարդանը առաջին անգամ է բաժանում, բացահայտում է, որ Դեմիրճյանը ընդունում էր ավելի շատ բաներ, քան պարզապես հրաժարական։ Նա ընդունում էր նախազգուշացումներ, սպառնալիքներ եւ սակայն չէր փոխում իր դիրքորոշումը։ Արդյոք սա քաջություն է, թե ինքնասպանական հպարտություն։ Անատոլի Լուկյանովը, Գորբաչովի իրավական խորհրդականը, 1994 թվականին տված հարցազրույցում խոսում է Դեմիրճյանի հրաժարականի մասին։ Գորբաչովը նրան չնենավիդել էր, որովհետև Դեմիրճյանը չէր հնազանդվում սովորական կանոններին։ Նա չէր լինում այն, ինչ Մոսկվան ուզում էր՝ լուռ կատարող։ Լուկյանովի այս խոսքերը, որոնք առաջին անգամ հրապարակվում են լայն լսարանի համար, հաստատում են, որ Դեմիրճյանի հեռացումը չէր պատահականություն։ Մենք քննարկեցինք Դեմիրճյանի ապագան բազմիցս։
Գորբաչովը ասում էր, նա չի հասկանում, որ նոր ժամանակներում հին ուղիները չեն գործում, բայց իրականում Գորբաչովը վախենում էր, որ Դեմիրճյանը կարող էր դառնալ խորհրդանիշ, դիմադրության խորհրդանիշ։ Լուկյանովը հիշում է մի ժողով, որտեղ քննարկվում էր, թե ինչ պաշտոն առաջարկել Դեմիրճյանին հրաժարականից հետո։ Գորբաչովը ասաց. «Տվեք նրան ինչ-որ աննշան պաշտոն, որպեսզի նա հասկանա իր տեղը»։ Սա էլ վրեժխնդրություն է, ոչ թե քաղաքականություն։ Այս վկայությունը բացահայտում է, որ Դեմիրճյանի ճակատագիրը որոշվել էր ոչ թե հանրային քաղաքականության, այլ Գորբաչովի անձնական դժգոհության հիման վրա։ Լուկյանովը հավելում է. Գորբաչովը չէր ներում նրան, ովքեր չարժևորում էին նրա մեծությունը։ Դեմիրճյանը երբեք չցույց տվեց այդպիսի արժևորում։ Լուկյանովը նաև հիշում է մի զրույց, որը տեղի ունեցավ Կրեմլում մայիսի վերջին։ Գորբաչովը ասաց. Դեմիրճյանը կարծում է, որ կարող է փրկել հայերին, մերժելով հրամանները, բայց նա չի հասկանում, համակարգը ավելի ուժեղ է, քան ցանկացած մեկ մարդ։ Ես հարցրի. բայց եթե նա պաշտպանում է իր ժողովրդին, արդյոք դա չէ այն, ինչ մենք պետք է ակնկալենք առաջին քարտուղարից։ Գորբաչովը նայեց ինձ այնպես, կարծես ես ես ասել էի անհեթեթություն, եւ ասաց. առաջին քարտուղարը պետք է պաշտպանի կուսակցության գիծը, ոչ թե տեղական զգացմունքները։ Այս երկխոսությունը, որը Լուկյանովը վերարտադրում է այսքան տարիներ անց, բացահայտում է, թե որքան խոր էր ընկճվածությունը Կրեմլում, տեղական առաջնորդների անկախ մտածելակերպի հանդեպ։ Գորբաչովը, ով խոստացել էր դեմոկրատացում, իրականում ուզում էր միաձուլություն եւ հնազանդություն։ Դեմիրճյանը չտվեց նրան ոչ մեկը։ Գորբաչովը երբեմն ասում էր. Դեմիրճյանը իր հպարտությամբ ավելի վտանգավոր է, քան հարուստ ցույցեր։ Սա ցույց էր տալիս, որ նա վախենում էր ոչ թե Դեմիրճյանի գործողություններից, այլ նրա խորհրդանշական ուժից։ Բայց ամենացնցող բացահայտումը Լուկյանովը թողնում է վերջում։ 1988 թերորդի ամռանը, երբ Դեմիրճյանը արդեն հեռացել էր, Գորբաչովի աշխատասենյակում քննարկվում էր Հայաստանի իրավիճակը։ Մեկը հարցրեց. Եթե Դեմիրճյանը մնար, արդյոք կարող էինք վերահսկել Ղարաբաղյան շարժումը։ Գորբաչովը լռեց երկար եւ հետո ասաց. հնարավոր է, բայց դա նշանակում էր տալ նրան ավելի շատ իշխանություն, եւ ես չէի ուզում այդ ռիսկը։ Այս խոստովանությունը բացահայտում է ողբերգական իրոնիան։ Գորբաչովը հավանաբար հասկանում էր, որ Դեմիրճյանը կարող էր կանխել այն արյունահեղությունը, որը եկավ հետո, բայց նա ընտրեց իր անձնական իշխանությունը պահպանել Հայաստանի խաղաղության նկատմամբ։ Մենք բոլորս մեղավոր ենք դրա համար։ Լուկյանովը ավարտում է իր վկայությունը այս բառերով. Մեր հպարտությունը, մեր վախերը, մեր անկարողությունը հասկանալ, որ կարևորագույնը մարդիկ են, ոչ թե համակարգը։ Դեմիրճյանը հասկացավ դա, եւ հենց դրա համար նա պատժվեց։ Արդյոք կարող էր պատմությունը ընթանալ այլ կերպ, եթե Մոսկվան ընտրեր լսել Դեմիրճյանին, փոխանակ նրան լռեցնելու։ Եվրիկը, Դեմիրճյանի անձնական վարորդը, մարդը, որը տեսել է ամեն ինչ բացարձակ մերձավորությունից, խոսում է առաջին անգամ։ Սպասեց 30 տարի։ 30 տարի լցված խղճի խայթումով եւ չասված խոսքերով։ Նա նստած է իր տան փոքրիկ այգում Երևանում եւ խոսում է դանդաղ, ուշադիր ընտրելով բառերը։ Ես տեսա Կարեն Սերգեյիչին ամեն օր։ Ոչ թե հանդիպումներում կամ պաշտոնական միջոցառումներում, այլ մեքենայում, երբ նա կարծում էր, որ ոչ ոք չի տեսնում նրա իսկական դեմքը։ Եվրիկը հիշում է 1988-րդի գարունը, երբ ամեն ինչ փոխվեց։ Մենք վարորդ էինք դեպի Կենտկոմ առավոտյան ժամը 8-ին։ Սովորաբար նա կարդում էր փաստաթղթեր, բայց այդ օրը նա պարզապես նայում էր պատուհանից։ Ես տեսա հայելուց նրա աչքերը, եւ դրանք ուրիշ էին։ Դրանք մարդու աչքեր էին, ով կորցրել է ինչ-որ բան էական։ Եվրիկը չհարցրեց ոչինչ, բայց զգաց, որ ինչ-որ բան մեծ եւ անդառնալի տեղի է ունենում։ Մայիսի 18-ին նա ինձ ասաց. Եվրիկ, այսօր վերջին օրն է, որ դու ինձ տանում ես որպես առաջին քարտուղար։ Եվրիկի ձայնը կոտրվում է, երբ նա հիշում է այդ պահը։ Ես չգիտեի, թե ինչ ասել։ Նա շարունակեց. Շնորհակալ եմ քեզ։ Դու միշտ եղել ես ավելի քան վարորդ։ Դու եղել ես վկա այն ամենի, ինչի ես եղել եմ եւ ինչ դարձա։ Եվրիկը հիշում է, թե ինչպես պարկեցին Կենտկոմի մոտ, եւ Կարենը նախքան դուրս գալը դարձավ եւ ասաց. Երբեք մի մոռացիր, ճշմարիտ ուժը ոչ թե պաշտոններում է, այլ մարդու կարողության մեջ, պահպանել իր մարդկայնությունը այնտեղ, որտեղ բոլորը կորցնում են այն։ Այս խոսքերը, որոնք Եվրիկը տասնամյակներ չի կիսվել ոչ ոքի հետ, ցույց են տալիս, որ Դեմիրճյանը գիտակցում էր իր ընտրության իմաստը։ Նա զոհաբերում էր իշխանությունը, պահպանելու համար իր մարդկայնությունը։ Եվրիկը լուռ նայում է հեռուն, դեպի Արարատը, որը տեսանելի է նրա տան այգուց։
Կարեն Սերգեյիչը հաճախ խոսում էր այդ լեռան մասին։ Նա ասում էր. Արարատը մեզ սովորեցնում է դիմանալ անկախ նրանից, թե ում հողում է նրա հիմքը։ Այս վերջին խոսքերը Եվրիկը արտասանում է շրթներն դողալով եւ հետո լռում է։ Եղածն ասված է։ 30 տարի հետո վկայությունը տրված է։ Ուրիշ ոչինչ ավելացնելու չկա։ Ովքեր գիտեին ամեն ինչ Տեմիրճյանի մասին։ Ովքեր էին այն մարդիկ, ովքեր մտնում էին նրա աշխատասենյակ ուշ գիշերները, երբ պաշտոնական արձանագրություններում ոչինչ չէր գրանցվում։ 1988-րդի ձմռանը, երբ Ղարաբաղյան շարժումը հասնում էր գագաթնակետի, երբ Մոսկվան անընդհատ զանգահարում էր պահանջելով հստակ գործողություններ, գոյություն ուներ խումբ՝ 6 մարդ։ 6 մարդ, ովքեր գիտեին բացարձակ ամեն ինչ՝ Կարենի առողջական վիճակը, նրա խորհրդածությունները, նրա վախերը, նրա պլանները։ Նրանցից յուրաքանչյուրը էր մարդ, ում Դեմիրճյանը վստահում էր տասնամյակներ։ Նրանցից յուրաքանչյուրը երդվել էր լռություն պահպանել մինչև իր վերջին շունչը։ Բայց 1988-րդի ապրիլին, երբ ճնշումը Մոսկվայից դարձավ անտանելի, երբ հրամանները սկսեցին հնչել ավելի կտրուկ, երբ Գորբաչովը պահանջեց վերջնական լուծում, այդ 6 մարդիկ հանդիպեցին առանց Կարենի։ Նրանք հավաքվեցին ոչ թե Կենտկոմում, այլ մի տանը Աբովյան փողոցում, մի տարեց կուսակցական գործչի բնակարանում, ում անունը երբեք չի հիշատակվել պաշտոնական փաստաթղթերում փաստաթղթերում։ Այդ երեկո նրանք խոսեցին 3 ժամ։ Ո՞վ էր այդտեղ։ Կարենի տեղակալը Կենտկոմում, նրա անձնական օգնականը KGB-ի տեղական ներկայացուցիչը, ով հաստատապես զեկուցում էր Մոսկվա, բանակի շրջանի հրամանատարը, առողջապահության նախարարը եւ մեկը, ում անունն այսօր էլ չի բացահայտվում։ Ինչու է այս հանդիպումը կարևոր։ Որովհետև այդտեղ նրանք քննարկեցին, թե ինչ կլինի, եթե Կարենը շարունակի հակադրվել Կրեմլի ուղղությանը։ Քննարկեցին, թե ինչպես պաշտպանել Հայաստանը, երբ Մոսկվան պահանջում է անհնարինը։ Քննարկեցին, թե արդյոք ժամանակը եկել է առաջարկել Կարենին գնալ, նախքան Մոսկվան հարկադրի նրան մնալ եւ կատարել անընդունելին։ Այս խմբի անդամներից 2-ը այսօր ողջ են, բայց հրաժարվում են խոսել։ Երրորդը մահացել է 1999 թվականին խորհրդարանի հրաձգությունից հենց Կարենի կողքին։ Չորրորդը տեղափոխվել է արտերկիր եւ անհետացել է պատմությունից։ Հինգերորդը տասնամյակներ ապրեց Սիբիրում, մինչև 2010 թվականը։ Նա մահից առաջ թողել է մի նամակ, իր որդուն, որտեղ գրել է. «Այնինչ մենք արեցինք համոզմամբ, որ փրկում ենք Կարենին։ Բայց ես այսօր չգիտեմ, արդյոք մենք նրան օգնեցինք, թե դավաճանեցինք»։ Այս նամակը, որը պահպանվում է ընտանեկան արխիվում, բացահայտում է ողբերգական երկիմաստությունը։ Այս 6 մարդիկ, ովքեր սիրում էին Կարենին, ովքեր ծարծարայել էին նրան հավատարմորեն, հենց նրանք կարող էին լինել այն ուժը, որը վերջապես համոզեց նրան թողնել պաշտոնը։ Նրանք կարծեցին, որ փրկում են նրան Մոսկվայի վրեժխնդրությունից, բայց արդյունքում նրանք նախապատրաստում էին հենց այն մեկուսացումը, որը Գորբաչովը պլանավորել էր։ 6-ից մեկը, բանակի շրջանի հրամանատարը, 1988-րդի մարտին խոսել է Կարենի հետ։ Կարեն Սերգեյիչ, ես ստացել եմ հրահանգ Մոսկվայից։ Նրանք ուզում են, որ ես պատրաստ լինեմ զորք մտցնել Երևան։ Ես հրաժարվել եմ։ Ես ասել եմ, ես չեմ ստորագրի մեր ժողովրդի դեմ հրաման, բայց նրանք կգտնեն մեկ ուրիշին, ով կկատարի։ Կարենը լսել է լռությամբ։ Երկար լռություն, հետո ասել է. Եթե նրանք գտնեն մեկ ուրիշին, այդ մարդը կլինի տեղից ուղարկված, բայց եթե ես մնամ եւ հրամայեմ, դա կլինի մեր սեփական մարդը, մեր Հայաստանի առաջնորդը, ով կրակում է իր ժողովրդի վրա։ Ես չեմ կարող դառնալ այդ խորհրդանիշը։ Հրամանատարը հիշում է, թե ինչպես Կարենի ձեռքերը դողում էին, երբ նա սուրճի բաժակը բարձրացնում էր։ Նա գիտեր արդեն, որ կորցրել է, բայց նա ուզում էր կորցնել ճիշտ կերպով։ Աբովյան փողոցի այն գաղտնի հանդիպման մասին տեղեկությունները տարածվել են միայն տասնամյակներ անց, փոքր հատվածներով, երբ մեկը խոսեց իր վերջին խոստովանության ժամանակ, մեկը թողեց օրագիր, մեկը հաղորդեց իր ընտանիքին։ Այդ երեկո նրանք պայմանավորվեցին, որ Կարենին կասեն ճշմարտությունը։ Մոսկվան պատրաստվում է ձեզ հեռացնել ուժով, եթե դուք չհեռանաք կամավ։ Եթե մնաք, ձեզանից կպահանջեն անընդունելի բաներ։ Եթե հրաժարվեք, կկարողանաք պահպանել արժանապատվությունը։ Սակայն արդյոք այս խորհուրդը կամավոր էր, որեր թե Մոսկվան արդեն իսկ համոզել էր այդ 6 մարդկանց նախապատրաստել Կարենին։ KGB-ի ներկայացուցիչը, ով մասնակցել էր այդ հանդիպմանը, նաև զեկուցում էր կենտրոն։ Արդյոք հնարավոր է, որ Մոսկվան օգտագործեց Կարենի ամենամերձավոր մարդկանց, համոզելու նրան դուրս գալ։ Արդյոք իրենց հոգատարությունը վերածվեց գործիքի, Կրեմլի ձեռքում։
Կարենի տեղակալը Կենտկոմում հիշում է մի զրույց, որը տեղի ունեցավ անմիջապես հրաժարականից հետո։ Ես մտա Կարենի աշխատասենյակ եւ տեսա, որ նա վերցրել է բոլոր անձնական իրերը արդեն։ Նա ինձ ասաց. «Դուք ինձ խորհուրդ տվեցիք հեռանալ։ Ես ձեզ լսեցի, բայց ասեք ինձ ճշմարտությունը։ Արդյոք դուք մտածեցիք իմ մասին, թե Մոսկվայի անհանգստության մասին»։ Ես չկարողացա պատասխանել, որովհետև ճշմարտությունն այն էր, որ մենք վախենում էինք ավելի վատից։ Մենք վախենում էինք, որ եթե Կարենը մնա, Մոսկվան կկործանի նրան այնպես, որ նրանից ոչինչ չմնա։ Մենք կարծում էինք, որ փրկում ենք նրան, բայց նա տեսավ մեր վախը եւ հասկացավ, մենք նրան միայնակ ենք թողել։ Այսպիսով ստացվում է, որ Դեմիրճյանի հրաժարականը չէր միայն նրա սեփական որոշումը։ Դա էր նաև նրա մերձավորների որոշումը, ովքեր մտածում էին, որ պաշտպանում են նրան, բայց փաստորեն իրականացնում էին Մոսկվայի պլանը։ Կարենը մնաց առանց պաշտպանության, քանի որ նույնիսկ նրանք, ում նա վստահում էր, վախեցան կանգնել Կրեմլի դեմ։ Այս փաստը բացահայտում է, թե ինչպես համակարգը աշխատում էր ոչ թե բացահայտ ճնշմամբ, այլ լուռ վախով, որը ներթափանցում էր ամենամերձավոր մարդկանց մեջ եւ վերածում նրանց անկամ դավաճանների։ 6 մարդիկ, 6 վկաներ, եւ բոլորն էլ կրում են այդ ծանրությունը մինչեւ այսօր։ Արդյոք նրանք կարող էին ընտրել այլ ճանապարհ, եւ արդյոք Կարենը կկարողանար դիմակայել, եթե նրանք կողքին լինեին մինչեւ վերջ։ 1954-ից մինչեւ 1988 34 տարի։ 34 տարի կուսակցական պաշտոններում 14-ը, որպես Հայաստանի առաջին քարտուղար։ Ինչպիսին էր Կարենը, երբ սկսեց, եւ ինչպիսին դարձավ, երբ ավարտեց։ Ներկայիս բժշկական փաստաթղթերը, որոնք պահպանվել են առողջապահության նախարարության պահոստարանում, պատմում են մի պատմություն, որի մասին հանրությունը երբեք չիմացավ։ 1954-ին Կարեն Դեմիրճյանը քաշում էր 78 կիլոգրամ, բարձրությունը 1.85 սանտիմետր, ճնշումը նորմալ, զարկերակներն առողջ, խոսքը հստակ, աչքերը փայլուն։ Նրա անձնական բժիշկը գրել է. «Ֆիզիկապես ամուր շինություն, հիվանդությունների դեմ դիմադրողականություն բարձր»։ 1988-ում 34 տարի անց նույն բժիշկը գրել է. «Քաշը նվազել է մինչև 65 կիլոգրամ, ճնշումն անկանոն, սրտի ռիթմի խանգարում, քնի բացակայություն, մշտական գլխացավ, փորի խոց»։ 34 տարին Դեմիրճյանին հնացրել էր ոչ թե 34, այլ 40 տարով։ Նրա մազերը, որոնք նախկինում եղել էին մուգ եւ հաստ, այժմ սպիտակել էին եւ նոսրացել։ Նրա դեմքը, որը երիտասարդության մեջ եղել էր կլոր եւ հաստատակամ, այժմ նրբացել էր։ Պողպատագույն մորուքի տակ տեսանելի էին խորացած կծկույտներ։ Նրա քայլքը, որը երբեմն եղել է արագ եւ վճռական, այժմ դարձել էր դանդաղ, երբեմն նույնիսկ դժկամ։ Սակայն ամենացնցող փոփոխությունը եղել է աչքերում։ Անձնական լուսանկարները, որոնք Ռիման պահել է ընտանեկան ալբոմում, ցույց են տալիս 1960-ականներին Կարենի աչքերը եղել են լի հույսով եւ համոզմամբ, 1970-ականներին վստահությամբ եւ իշխանությամբ, 1980-ականների սկզբին հոգնածությամբ, իսկ 1988-ին անհույսությամբ։ Մի բժիշկ, ով բուժել է Դեմիրճյանին վերջին 2 տարիներին, հիշում է. «Նա ինձ ասաց. դուք կարող եք բուժել իմ մարմինը, բայց դուք չեք կարող բուժել իմ հոգին։ Իմ հոգին հիվանդ է այն ամենից, ինչ տեսել եմ եւ ինչ պարտադրվել եմ անել»։ Այս խոստովանությունը, որը բժիշկը գրել է իր անձնական նշումներում եւ բացահայտել է միայն տասնամյակներ անց, բացահայտում է, որ Դեմիրճյանի ցավը չէր միայն ֆիզիկական։ Երբ Ղարաբաղյան շարժումը սաստկանում էր, երբ Սումգայիթի ջարդերը տեղի էին ունենում, երբ Մոսկվան անընդհատ պահանջում էր ավելի խիստ մեթոդներ։ Կարենի մարմինը չդիմացավ այն ճնշմանը, որը նրա հոգին փորձում էր կրել։ Նա ֆիզիկապես փլվում էր, բայց շարունակում էր կանգնած մնալ, մինչև այն պահը, երբ նա հասկացավ, մնալը նշանակում է լիովին կկործանվել։ Բժշկական հետազոտությունը, որը կատարվել է 1988-ի ապրիլին, անկախ մասնագետների կողմից, որոնք հրավիրվել էին Մոսկվայից, ցույց է տվել. հիվանդը տառապում է խանգարված նյարդային համակարգով, որը պայմանավորված է երկարատև սթրեսով եւ գեժլարվածությամբ։ Առաջարկվում է երկարատև հանգիստ եւ բուժում մասնագիտացված հիմնարկում։ Սակայն այս եզրակացությունը երբեք չկատարվեց։ Դեմիրճյանը մերժեց գնալ հանգստյան տուն կամ սանատորիում։ Նա գիտեր, եթե գնա, երբեք չի վերադառնա պաշտոն։ Մոսկվան օգտագործելու էր նրա հիվանդությունը որպես պատճառաբանություն, նրան մշտապես հեռացնելու համար։ Հետևաբար Կարենը ընտրեց տառապել լռությամբ։ Նրա կինը հիշում է, թե ինչպես նա գիշերները զրկված էր քնից, ինչպես քայլում էր բնակարանում չկարողանալով հանգստանալ, ինչպես նրա ձեռքերը դողում էին, երբ կարդում էր հաջորդ զեկուցումը Մոսկվայից։
Նա փորձում էր թաքցնել իր ցավը բոլորից, բայց ես տեսնում էի նրա աչքերում հոգնածությունը, որը կուտակվում էր ամեն օր։ 1988-ի մարտին Կարենի անձնական բժիշկը նրան ասել է. «Կարեն Սերգեյիչ, եթե դուք շարունակեք այսպես, ձեր սիրտը չի դիմանա եւս 6 ամիս»։ Կարենը պատասխանել է. «Ապա ես ունեմ 6 ամիս որոշելու, թե ինչպես ավարտել այս ամենը»։ Այս երկխոսությունը, որը բժիշկը գրել է իր օրագրում եւ որը հրապարակվել է միայն 2000-ականներին, հաստատում է, որ Դեմիրճյանի հրաժարականը չէր միայն քաղաքական որոշում։ Դա նաեւ էր ինքնապահպանման փորձ։ Նա գիտեր, եթե մնա իշխանության մեջ, նրա մարմինը կփլվի ճնշման տակ եւ նրա մահը կհամարվի բնական։ Սակայն նա նաեւ գիտեր, եթե հեռանա, այդ մահը կարող է չգալ, բայց նրա քաղաքական կյանքը անշուշտ կավարտվի։ Երկու ելքերն էլ մահավճիռ էին, մեկը ֆիզիկական, մյուսը քաղաքական։ Կարենը ընտրեց քաղաքական մահը, հույս ունենալով, որ գոնե կպահպանի իր ֆիզիկական գոյությունը, իր ընտանիքը, իր արժանապատվությունը։ Բայց համակարգը նրան չթողեց նույնիսկ այդ հույսը։ Իսկ արխիվներում ինչ կա։ Ինչպիսի փաստաթղթեր են պահպանվել Կարեն Դեմիրճյանի պաշտոնավարման տարիների մասին։ Պետական արխիվում, որը գտնվում է Երևանում Մաշտոցի պողոտայի վրա, գոյություն ունի հատուկ բաժին, նվիրված ՀՂՍ, ՀԿԿ-ի փաստաթղթերին։ Այդտեղ պահպանվում են հազարավոր էջեր, արձանագրություններ, հրամանագրեր, զեկուցումներ, նամակներ։ Բայց մի փաստաթղթերի խումբ կա, որը երբեք չի եղել հասանելի հանրության համար։ Դասակարգված որպես գաղտնի եւ խիստ գաղտնի, այս փաստաթղթերը կազմում են մոտավորապես 2000 էջ, որոնցից մոտ 300 էջ անհետացել է։ Որն է այդ փաստաթղթերի բովանդակությունը։ Ով, երբ եւ ինչու դրանք ոչնչացրեց։ ԿԳ-ի արխիվում Մոսկվայի Լյուբյանկայի երկրորդ ստորգետնյա հարկում գոյություն ունեցավ դոսիեներ կոդով Արարատ հատուկ 8։ Միայն 6 մարդ ուներ մուտքի իրավունք այս փաստաթղթերին։ Դրանցից յուրաքանչյուրն արժանացել էր առանձին թույլտվության, անձամբ ԿԳԲ-ի նախագահից։ Այս դոսիեներում պահպանվում էր ամեն ինչ՝ Դեմիրճյանի յուրաքանչյուր հեռախոսազրույց, նրա առողջական վիճակի մանրամասն տվյալներ, նրա ընտանիքի անդամների շարժումները, նույնիսկ այն գաղտնի հանդիպումները, որոնք տեղի էին ունենում առանց պաշտոնական արձանագրությունների։ Բայց ամենակարևորը, այնտեղ գրանցված էին Մոսկվայի հրամանները, որոնք երբեք չպետք է տեսնեին ցերեկի լույսը։ 1988 թվականի ապրիլի 25-ին, 2.5 շաբաթ առաջ Դեմիրճյանի պաշտոնական հրաժարականի այդ դոսիեներից 3 հատը հանկարծ անհետացան։ Արխիվապահը, որը գտավ բացակայությունը, անմիջապես զեկուցեց վեր։ Սկսվեց ներքին քննություն։ Բայց մինչև հետաքննությունը ավարտեց, դոսիեները երբեք չգտնվեցին։ Ո՞վ էր վերցրել դրանք։ Ինչու հենց այդ 3 հատը։ Եվ ամենակարևորը, ինչ էր պարունակում այդ էջերը, որ պետք էր ոչնչացնել նույնիսկ ՀԿԳ-ի սեփական արխիվներից։ Վկաներից մեկը, ով խոսում է առաջին անգամ 23 տարի հետո, ասում է հետևյալը. այդ դոսիեներում եղել են գաղտնի հանձնարարականներ Գորբաչովից անձամբ։ Հանձնարարականներ, որոնք պահանջում էին գործել ամեն միջոցով Դեմիրճյանին հեռացնելու համար, եթե նա շարունակի մերժել զորք ուղարկելի Երևան։ Այդ հրամանները ստորագրված էին, դրանց վրա կային կնիկ, դրանք իրավական ուժ ունեին։ Եթե այդ փաստաթղթերը մնային, դրանք ապացուցում էին, որ Դեմիրճյանի հրաժարականը եղել է ոչ թե կամավոր, այլ հարկադրված։ Ապացուցում էին, որ Կրեմլն օգտագործել էր անմարդկային ճնշում, հեռացնելու մարդուն, ով մերժել էր դառնալ իր ժողովրդի դահիճ։ Սակայն փաստաթղթերը ոչնչացվեցին, եւ միայն հիշողությունները մնացին։ Վկան ասում է. ես տեսա այդ էջերը միայն մի անգամ, բայց այն, ինչ կարդացի, բավական էր հասկանալու, որ Դեմիրճյանին դատապարտել էին դեռևս ժանուարից։ Սումգայիթից անմիջապես հետո Մոսկվան որոշել էր նա պետք է գնա։ Հարցը միայն այն էր, ինչպես։ Այդ անհետացած փաստաթղթերից մեկը պարունակում էր մեկ այլ տեղեկություն, ավելի սարսափելի։ Այնտեղ նկարագրված էր B պլան, եթե Դեմիրճյանը հրաժարվի կամավ հեռանալ։ B պլանը ենթադրում էր առողջական խնդիրներ, հանկարծակի վատ թարացում, անհրաժեշտություն հոսպիտալացման։ Թայլ կերպ ասած, Մոսկվան պատրաստ էր ստեղծել պայմաններ, որպեսզի Դեմիրճյանը բնական կերպով չկարողանա շարունակել աշխատանքը։ Վկան շարունակում է. երբ ես կարդացի այս գծերը, սառեցի։ Դա նշանակում էր, որ Դեմիրճյանի մարմինը, նրա առողջությունը, նրա կյանքն անգամ դարձել էին գործիք Կրեմլի ձեռքում։ Նրանք պատրաստ էին անել ամեն ինչ, միայն թե նա չպաշտպաներ հայ ժողովրդին։ Այս վկայությունը, որը տրվում է անանուն, անվտանգության նկատառումներից բացահայտում է Մոսկվայի մեթոդները։ Համակարգը չէր սպանում բացահայտորեն։
Համակարգը ստեղծում էր պայմաններ, որոնք հանգեցնում էին ինքնավոչնչացման։ Եվ եթե այդ պայմանները չաշխատեին, գործի մեջ կմտներ առողջական խնդիրը։ Արդյոք Դեմիրճյանը գիտեր այս մասին։ Արդյոք հենց դրա համար էր նա ընտրել հեռանալ նախքան Մոսկվան կիրառեր B պլանը։ Սակայն ինչու էին այս փաստաթղթերը անհետացել հենց ապրիլի 25-ին։ Այդ օրը Կարեն Դեմիրճյանը գտնվում էր Մոսկվայում վերջին հանդիպմանը Գորբաչովի հետ։ Այդ հանդիպման մանրամասները երբեք ամբողջությամբ չբացահայտվեցին, բայց մի սակավաթիվ վկաներ հիշում են կտորներ։ Գորբաչովը նստած իր աշխատասենյակի ետևում, Կրեմլի պատուհանից նայելով դեպի Մոսկվա գետը, ասել է Դեմիրճյանին. «Կարեն Սերգեյիչ, դուք ինձ դժվար իրավիճակի մեջ եք դնում։ Ես չեմ կարող պաշտպանել ձեզ, եթե դուք չեք պաշտպանում կուսակցության շահերը»։ Դեմիրճյանը պատասխանել է. «Միխայիլ Սերգեյիչ, ես միշտ պաշտպանել եմ կուսակցության շահերը, բայց կուսակցության շահերը չեն կարող հակասել հայ ժողովրդի շահերին»։ Գորբաչովն արդեն զայրացած էր. «Դուք չեք հասկանում։ Կուսակցությունը սա է, Մոսկվան, ոչ թե Երևանը, ոչ թե տեղական զգացմունքները»։ Այս երկխոսությունը, որը վերականգնվել է մասնակիորեն վկաների միջոցով, ցույց է տալիս, որ Գորբաչովը տեսնում էր Դեմիրճյանի դիրքորոշումը որպես անհնազանդություն, ոչ թե որպես պատասխանատվություն։ Եվ հենց այդ հանդիպումից անմիջապես հետո, երբ Դեմիրճյանը հեռացավ Կրեմլից, անհայտ մարդը մտավ ՀԿԳ-ի արխիվ եւ վերցրեց 3 դոսիե։ 3 դոսիեն այսօր էլ կորած են, բայց հիշողությունները չեն կորել։ Վկան, որը աշխատում էր ՀԿԳ-ի արխիվում, հիշում է մի մանրամասն։ Երբ հետաքննողները եկան եւ սկսեցին քննել բացակայությունը, դրանց հետաքրքրում էր ոչ թե այն, թե ով էր վերցրել, այլ այն, թե արդյոք ինչ-որ մեկը պատճենել էր դրանք։ Նրանք հարցաքննեցին բոլորին, արդյոք ինչ-որ մեկն է տեսել փոտոկոպիր այդ օրերին։ Սա նշանակում էր, որ նրանք վախենում էին ոչ թե կորստից, այլ հրապարակումից։ Այսպիսով, անհետացումը եղել է պլանավորված եւ թիրախավորված։ Փաստաթղթերն ոչնչացվել են ոչ թե պատահականորեն, այլ որպեսզի չբացահայտվի այն, ինչ Մոսկվան ծրագրել էր Դեմիրճյանի հանդեպ։ Վկան ավարտում է. «Երբեք չեմ իմացել, թե ով էր այդ մարդը, ով մտավ մեր արխիվ, բայց ես գիտեմ մեկ բան. նա ուներ ամենաբարձր թույլտվությունը։ Դա չէր սովորական գող, դա էր մարդ, ով գործում էր հրահանգով, ամենավերևից»։ Արդյոք հնարավոր է, որ Գորբաչովը անձամբ տվել է հրաման ոչնչացնել այդ ապացույցները։ Թե ԿԳԲ-ն ինքնաբերաբար որոշեց մաքրել արխիվները պաշտպանելու համար Կրեմլի ղեկավարին։ Այս հարցերի պատասխանները կորած են հավիտյան, այդ 3 դոսիեների հետ միասին։ Նույն օրը, ապրիլի 25-ին Երևանում տեղի ունեցավ ինչ-որ բան, որի մասին Դեմիրճյանը երբեք չիմացավ։ Կենտկոմում նրա դատարկ աշխատասենյակում հավաքվեցին 5 մարդ։ Նրանք բոլորն էին անձինք, որոնց Դեմիրճյանը վստահում էր Կենտկոմի քարտուղարը եւ մեկը, ում անունը ծածկված է մինչեւ այսօր։ Նրանք նստեցին շուրջային սեղանի, որի ետևում Դեմիրճյանը 14 տարի ստորագրել էր հրամաններ, եւ սկսեցին քննարկել անսպասելին։ «Կարեն Սերգեյիչը չի վերադառնա», ասաց տեղակալը։ Բոլորը լռեցին։ Հետո Հանրապետության ներքին գործերի նախարարը հարցրեց. «Դուք վստահ եք»։ «Մոսկվան արդեն որոշել է, մենք ստացել ենք ազդանշան, պլենումը կլինի մայիսին, եւ Դեմիրճյանը պետք է գնա»։ Այդ խակցության մանրամասները պահպանվել են մեկ մասնակցի անձնական նշումներում, որոնք նրա ընտանիքը հրապարակել է 1999։ Այնտեղ գրված է. «Մենք նստած էինք այդ սենյակում եւ քննարկում էինք, թե ինչպես կազմակերպենք անցումը։ Ոչ թե արդյոք Դեմիրճյանը պետք է գնա, այլ ինչպես անել, որպիսի նրա հեռանալը թվա ճիշտ եւ անխուսափելի»։ Ահա թե ինչպես համակարգը աշխատում էր։ Նախ որոշումը կայացվում էր Մոսկվայում, հետո տեղական ղեկավարներին տեղեկացնում էին, որ դա կատարված փաստ է։ Եվ վերջապես նրանք պետք է ներկայացնեին այդ որոշումը որպես բնական հետևանք։ Օգնականը հարցրեց. «Բայց ինչու պետք է մենք սա անենք։ Մենք ծառայում ենք Կարեն Սերգեյիչին, ոչ թե Մոսկվային»։ Լռություն։ Հետո քարտուղարը ասաց այն, ինչ բոլորը մտածում էին, բայց վախենում էին ասել. «Եթե մենք չանենք, Մոսկվան կգտնի ուրիշներ, եւ այդ ուրիշներն ավելի դաժան կլինեն Դեմիրճյանի նկատմամբ։ Գոնե մենք կարող ենք ապահովել, որ նա հեռանա արժանապատիվ կերպով»։ Սա էր այն հիմնավորումը, որը համոզեց նրանց։ Նրանք կարծեցին, որ պաշտպանում են Դեմիրճյանին, մեղմացնելով նրա անկումը, բայց իրականում նրանք իրականացնում էին Մոսկվայի պլանը, ավելի արդյունավետ, քան ցանկացած արտաքին ուժ կարող էր անել։ Քանի որ նրանք Դեմիրճյանի մարդիկ էին, նրանց խոսքերը կունենային ավելի մեծ կշիռ, քան Մոսկվայի հրահանգները։
5 մարդիկ այդ սենյակում պայմանավորվեցին։ Նրանք կնախապատրաստեն հրաժարականի տեքստը, կհամոզեն Դեմիրճյանին, որ սա ճիշտ բան է, կապահովեն, որ պլենումը անցնի առանց անցանկալի միջադեպերի, եւ ամենակարևորը, կհսկեն, որպեսզի Դեմիրճյանը չփորձի դիմադրել։ Այս վերջին կետը հատկապես մտահոգիչ է, ինչպես հսկել, որ մարդը չդիմադրի սեփական հրաժարականին։ Նշումներում գրված է. մենք պետք է համոզված լինենք, որ նա չունի օգնակներ, ովքեր կխրախուսեն նրան մնալ։ Նա պետք է մեկուսացված զգա, եւ միայն այն ժամանակ նա կընդունի անխուսափելիությունը։ Այսպիսով, պլանը ենթադրում էր Դեմիրճյանի հոգեբանական մեկուսացում։ Նրա լավագույն մարդիկ, ում նա վստահում էր, պետք է հեռանային նրանից, ոչ ֆիզիկապես, այլ էմոցիոնալ։ Պետք է ստեղծեին մթնոլորտ, որտեղ նա զգար, բոլորը կարծում են, որ ես պետք է գնամ։ Հաջորդ 2 շաբաթվա ընթացքում այդ 5 մարդիկ, մեկը մյուսի հետ համաձայնեցնելով, սկսեցին մշակել հողը։ Նրանք հանդիպեցին Դեմիրճյանի հետ առանձին եւ յուրաքանչյուրը փոխանցեց նույն ուղերձը։ Կարեն Սերգեյիչ, իրավիճակը դարձել է անտանելի, Մոսկվան չի հետ կանգնի, գուցե ժամանակն է մտածել հրաժարականի մասին։ Յուրաքանչյուրն ասաց դա տարբեր ձևով, բայց էությունը նույնն էր։ Եվ Դեմիրճյանը, լսելով այս նույն միտքը իր ամենամերձավոր մարդկանցից, սկսեց հավատալ, որ դա իրոք անխուսափելի է։ Նա չգիտեր, որ այս անհատական կարծիքները իրականում համակարգված արշավ էին։ Նա չգիտեր, որ այս 5 մարդիկ հանդիպել էին նրա անգիտության մեջ եւ պայմանավորվել են գործել միասնաբար։ Նա կարծեց, որ դա ինքնաբուխ համաձայնություն է, նրա ամենամոտիկ գործընկերների մոտ։ Եվ հենց այս համաձայնությունը եղավ այն, ինչ վերջապես կոտրեց նրա դիմադրությունը։ Մայիսի 12-ին, երբ Դեմիրճյանը ներկայացրեց հրաժարականի պաշտոնական տեքստը պլենումին, այդ 5 մարդիկ նստած էին դահլիճում։ Նրանցից ոչ մեկը չելույթ ունեցավ Դեմիրճյանի պաշտպանությանը, ոչ մեկը չասաց. մենք չենք ուզում, որ նա գնա։ Նրանք բոլորն էլ լռեցին, եւ այդ լռությունը եղավ ամենահզոր ազդակը։ Դեմիրճյանը կանգնած բեմից նայեց դահլիճին եւ տեսավ իր մարդկանց դեմքերը։ Դեմքեր, որոնք նա ճանաչում էր տարիներ, բայց այդ դեմքերը լռում էին։ Հետո նա ամփոփեց իր ելույթը եւ իջավ։ Ոչ ոք չծափահարեց, ոչ ոք չշնորհակալություն հայտնեց։ Եվ Դեմիրճյանը հեռացավ այդ դահլիճից, վերջին անգամ որպես առաջին քարտուղար, գիտակցելով, որ նույնիսկ նրանք, ում նա վստահում էր, չփրկեցին նրան։ Բայց արդյոք նրանք գիտեին, թե ինչ էին անում։ Տեղակալը, ով այսօր ապրում է մեկուսացված, հրաժարվում է մանրամասն հարցազրույցներից, բայց մի անգամ 1995-ին նա ասել է մի բանաստեղծին. «Ես մեղավոր եմ, մենք բոլորս մեղավոր ենք։ Մենք մտածեցինք, որ օգնում ենք նրան, բայց իրականում մենք նրան մղեցինք դեպի անդունդը»։ Այս խոստովանությունը, որը գրանցվել է պատահականորեն բանաստեղծի օրագրում, բացահայտում է ողբերգական իրոնիան։ 5 մարդիկ, ովքեր սիրում էին Դեմիրճյանին, դարձան գործիքներ համակարգի ձեռքում։ Նրանք կարծեցին, որ հնարավոր է մեղմացնել համակարգի դաժանությունը, բայց փաստորեն նրանք այն ավելի արդյունավետ դարձրին։ Քանի որ Դեմիրճյանը կարող էր դիմադրել Մոսկվային, բայց նա չկարողացավ դիմադրել իր մարդկանց լռությանը։ 1988 թվականի մայիսի 18-ը սկսվեց որպես սովորական առավոտ։ Կարեն Դեմիրճյանը արթնացավ ժամը 6-ին, ինչպես միշտ։ Նա նայեց պատուհանից դեպի Արարատը։ Լեռը տեսանելի էր այդ առավոտ, հստակ եւ անշարժ։ Նա կանգնեց այնտեղ 5 րոպե, լուռ։ Ռիմման մտավ սենյակ եւ ասաց. «Նախաճաշը պատրաստ է»։ Կարենը շրջվեց եւ նայեց նրան։ «Այսօր վերջին օրն է»։ Նրանք նախաճաշեցին լռությամբ։ Նույն սեղանի շուրջը, որտեղ նստել էին տասնամյակներ։ Կարենը կերավ քիչ, մի կտոր հաց, մի բաժակ թեյ։ Նա չխոսեց, իսկ Ռիմմային չհաջողվեց գտնել բառեր։ Երեխաները դեռ քնած էին, եւ դա լավ էր, քանի որ Կարենը չուզում էր, որ նրանք տեսնեին նրա վերջին ժամերը որպես առաջին քարտուղար։ Ժամը 7-ին Եվրիկը կանգնեցվեց մեքենան շենքի առջև։ Կարենը հագնվեց դանդաղ, իր սովորական մուգ կոստյումը, սպիտակ վերնաշապիկը, կարմիր փողկապը։ Նա նայեց հայելուն եւ տեսավ մարդուն, ով հնացել էր 20 տարով վերջին 4 տարիների ընթացքում։ Ճանապարհին դեպի Կենտկոմ Կարենը նայում էր Երևանի փողոցներին։ Քաղաքը արթնանում էր։ Մարդիկ շտապում էին աշխատանքի։ Երեխաներ գնում էին դպրոց։ Ամեն ինչ նորմալ էր։ Բայց Կարենի համար սա վերջին անգամն էր, որ նա անցնում էր այս ճանապարհով որպես հանրապետության ղեկավար։ Եվրիկը հարցրեց. «Կարեն Սերգեյիչ, լավ եք զգում»։ Կարենը պատասխանեց. «Այսքան լավ, որքան կարող եմ լինել»։ Նրանք հասան Կենտկոմ ժամը 7:40-ին։ Կարենը բարձրացավ իր աշխատասենյակ։ Սեղանի վրա կային փաստաթղթեր վերջին ստորագրության համար։ Նա նստեց եւ սկսեց կարդալ։
Առաջին փաստաթուղթը վերաբերում էր դպրոցների համար նոր բյուջեին, երկրորդը արդյունաբերական ձեռնարկության վերակառուցմանը, երրորդը մշակութային միջոցառումների ծրագրին։ Սովորական, առօրյա գործեր հանրապետության կյանքը շարունակելու համար։ Բայց Կարենն այլևս չէր շարունակելու այդ կյանքը։ Նա ստորագրեց բոլորը դանդաղ, մանրակրկիտ, կարծես յուրաքանչյուր ստորագրություն էր երթում։ Հետո նա դրեց գրիչը սեղանի վրա եւ նայեց շուրջը։ Աշխատասենյակը, որտեղ նա անցկացրել էր 14 տարի, պատերի վրա Լենինի նկարը, Հայաստանի քարտեզը, լուսանկարներ, բացումներից, հանդիպումներից։ Նրա գրապահարանում հարյուրավոր գրքեր, որոնք նա երբեք չվերցրեց տուն, որովհետև դրանք պատկանում էին այս աշխատասենյակին, այս պաշտոնին։ Նա վերցրեց միայն մեկ բան՝ լուսանկարը, որտեղ նա կանգնած էր Արարատի առաջ, մի տասնամյակ առաջ, երբ ամեն ինչ դեռ հնարավոր էր թվում։ Նա մտավ այդ լուսանկարը ճիրպայուսակը, կոճակեց վերարկուն եւ դուրս եկավ սենյակից, վերջին անգամ չնայելով հետ։ Դուռը փակվեց նրա ետևում լուռ, անշեղորեն, կարծես սպասել էր հենց այս պահին 14 տարի։